Բարի երեկո, հարգելի բարեկամներ, այսօր Քարաունջ հայագիտական կենտրոնի 79-րդ հանդիպումն է և ես սիրով ներկայացնում եմ դոկտոր պրոֆեսոր Հակոբ Սիմոնյանին, ով ղեկավարել է պեղումները այնպիսի հնավայրերում, ինչպիսին են Շենգավիթը, Կարմիր Բլուրը, Աղտքի հայոց արքաների դամբարանը, ներքին նավերը և էլի շատ ու շատ հնավայրեր։ Անցած տարվա դեկտեմբերին պեղվել է Սիլիկյան թաղամասի հնավայրը և արձանագրվել են, կարելի է ասել, արտառոց արդյունքներ, ինչի մասին կարծում եմ պարոն Սիմոնյանը մեզ այսօր կպատմի, նաև Աղավնատան հնավայրի վերաբերյալ կխոսենք։ Հարցերը ինչպես միշտ վերջում, իսկ խոսք ունի ասելու պատմաբան արևելագետ Զոհրաբ Մողդոսյանը։ Շատերիդ հայտնի է, որ հատկապես վերջին ժամանակների հնագիտական ուսումնասիրությունները և նաև այլ գիտությունների ցույց են տալիս, որ հայկական լեռնաշխարհի մշակույթը սկսած վաղ հին քարի մինչև ուշ բռոնզ անընդհատ զարգացում է ապրել և երբևիցե չի ընդհատվել, ու նաև մեր լեռնաշխարհի մշակույթը իր խորը ազդեցությունն է թողել Կիլիկիայի մինչև Պաղեստին, մինչև Եգիպտոս միջագետք և նաև դեպի հյուսիս Կովկաս։ Ինչ վերաբերում է Հակոբ Սիմոնյանի պեղած վերջին հուշարձանին նախորդ տարվա դեկտեմբերին, կարելի է ասել, որ մեզ համար դա անչափ մեծ հայտնագործություն էր։ Տեսեք, ասում ենք, լեռնաշխարհի մշակույթը մեր նույնն է եղել, անընդհատ զարգացել ու երբևէ չի ընդհատվել։ Բայց արևմտյան մասում այդ լեռնաշխարհի վերջին ժամանակներս գտնվեցին մի շարք հուշարձաններ բավականին հին, որոնցով աշխարհը զարմացավ, բայց ամենևին էլ հայկականության հետ չկապեց։ Գյոբեկլե թեպե, մենք ասում ենք Պորտասար, 10-րդ հազարամյակ, Քեոնիե թեպե, 8-9-րդ հազարամյակ, և հատկապես Քահարաման թեպե, որ իրենք թվագրում են 15-րդ հազարամյակով։ Զարմանալիորեն, հատկապես տեսեք Քեոնիե թեպեի ճարտարապետությունը խոր առնչություններ ունի մեր Շենգավիթյան բնակավայրի հետ։ Քառանկյուն, կլոր, կացարաններ, ինչպես Շենգավիթում։ Իսկ մեզ մոտ արևելյան Հայաստանում մենք ունեինք Մոխրաբլուր, Շենգավիթ։ Շենգավիթում Սանդրոս Սադարյանը պեղել է նաև Պղենձե Քարեդարյան մի շերտ, որը այսօր չի երևում, հիմնական մասը գտնվում է հիվանդանոցի պարիսպներից ներս, դրա համար չի բացվում, իսկ Հակոբ Սիմոնյանը պեղել է բրոնզեդարյան շերտը, որը տանում է դեպի Հրազդանի ձոր։ Մենք ունեինք մի բաց, տեսեք, արևելյան Հայաստանում մաքսիմում պեղված հուշարձանները 7-րդ հազարամյակ էին, 6-7-րդ հազարամյակ, արևմտյան Հայաստանում 15-րդ հազարամյակ։ Եվ փառք Աստծո, Սիլիկյան թաղամասում մենք պիտի մեր շնորհակալական խոսքը ասենք Սիմոնյանին, որ աղբավայրում ինքը գտավ
այդ ճարտարապետական կառույցը բնակատեղի։ Ճիշտ է, մենք նյութեր ունեինք բավականին շատ, միլիոնավոր, նույնիսկ թանգարանների ֆոնդերում տեղ չկա դնելու կամ ցուցադրելու։ Բայց ճարտարապետության առումով սա մի մեծ հայտնագործություն էր։ Իշքան գիտեմ, Սիմոնյանը եղել է Պորտասարում։ Այո։ Այնտեղ կան կացարաններ, ինքը հետո կներկայացնի, որոնց մասին չեն խոսում ընդհանրապես։ Նույն կացարանները այսօր գտնվել են Սիլիկյան թաղամասում, այդ բնակատեղիում, որը գտել է մեր հարգարժան գիտնականը։ Ես ուզում եմ այս պահին խոսքը փոխանցել Հակոբ Սիմոնյանին, բայց մինչ այդ նրա այս հայտնագործության համար խնդրում եմ բոլորս մի համուր ծափահարենք նրան։ Սիրելի եւ հարազատ ընկերներ, շատ ուրախ եմ ձեր այդ հանդիպման համար։ Ես պարզապես մեր շարքում չեմ տեսնում իմ հիանալի երկու ընկերներին Հովհաննես Այսբեկյանին եւ Հակոբ Սանասարյանին եւ իմ զեկուցումը նվիրում եմ նրանց հիշատակին։ Մի հետաքրքիր նախաբանով հանդես գամ, եթե դուք տեսնում եք, սա հայ ազգային ատլասում հրատարակված քարտեզն է, որին վրա նշված են մեզոլիթյան կամ միջին քարեդարի եւ նեոլիթյան հնավայրերը եւ տեսեք, ինչ զարմանալի մի բան է, կարծես թե կենտրոնական հայկական լեռնաշխարհը կամ բնաշխարհը կարծես թե հուշարձաններ չկան։ Այդ քարտեզը կներեք, ես իմ քարտեզով նայում եմ։ Ահա, այս քարտեզն է եւ այս քարտեզի վրա նշված հնավայրերը հիմնականում կարող ենք ասել Պորտասարյան մշակույթին են պատկանել այս հատվածում, ավելի դեպի արևմուտք, ուրեմն Եփրատ գետի Կերմանն է եւ այդ Կերմանի տարածքում գտնվող հնավայրերն են եւ եթե ուշադրություն դարձրեք, կտեսնեք, որ Պորտասարյան մշակույթը մի մասով հստակ մտած է հայկական լեռնաշխարհի մեջ։ Այսինքն հնում չկային պետական սահմաններ, մշակույթները զարգանում էին ինքնաբերաբար եւ նույն էթնոսը կամ էթնոմշակութային ընդհանրությունը իր համար ընտրում էր բնակվելու, գործելու, իր կենսագործունեությունն ապահովելու միջավայր։ Ահա այս մի մեծ խումբը մենք տեսնում ենք Վանա լճի ավազանից հարավ, Վանից մինչև Եփրատ ընկած հատվածում։ Մյուս խումբը դա ուրեմն ժամանակակից Հայաստանի տարածքն է, մի փոքր հյուսիս Կուր գետից հարավ ընկած հատվածը, որը դարձյալ հայկական լեռնաշխարհի կազմի մեջ է գտնվում, բայց այդ հյուսիսային տարածքներում բոլոր հնավայրերը, ամենավաղագույնները նույնիսկ թվագրվել են 7-ից 6-րդ հազարամյակներով Քրիստոսի ծննդից առաջ։ Սիլիկյան բնակատեղին պետք է ասել, որ այս ամբողջ ընդհանրության հնագույն բնակատեղին է, որը ունի քարե ճարտարապետություն։ Դեռևս վաղ է ասել, թե որ
հազարամյակներին է վերաբերում բնակատեղին, որտեղ որպես գիտնական ես պետք է ունենամ անբեկանելի կռվաններ նման հայտարարություն անելու համար։ Մի բան ինձ համար որոշակի է, սա վերաբերում է հետ սարսադաշտային շրջանին, վերջին Վյուրմյան հետ սարսադաշտային շրջանի բնակատեղի է, որ այդպես շատ սիրվեց ԶԼՄ-ների կողմից եւ դա հայտարարեցին 15,000 տարվա ուրեմն բնակատեղի։ Հետագայում, երբ մենք ունենանք օրգանական նստվածքներ, կկատարենք ռադիոածխածնային հետազոտումներ, այդ տարիքը կարող է եւ վեր բարձրանա եւ մի փոքր իջնի, բայց ընդամենը մի 2,000-ամյակ առնվազն կարող է տարբերություն տա։ Հիմնականում սա մի շրջափուլ է, որը թերևս նախորդում է Պորտասարյան մշակույթին։ Այսինքն սա նախախեցեգործական նեոլիթի հնավայր է։ Այստեղ ես կազմել եմ մի քարտեզ, որը որ Երևան քաղաքի հնագույն հուշարձանների քարտեզն է, եւ այդ քարտեզի վրա մենք այն ժամանակ ունեինք ընդամենը վաղ բրոնզե դարի կամ Շենգավթյան մշակույթի հնավայրեր, որոնք նշված են սև գույնով, այստեղ մենք ունենք դամբարանադաշտեր, բնակատեղիներ, բայց ամենից էականը այն է, որ Երևան քաղաքի տարածքի հյուսիս արևմտյան հատվածում բացվեց Սիլիկյանի բնակատեղին, որի տարիքը առնվազն 3, գուցե 4 անգամ գերազանցում է մեր ունեցած նախկին տվյալները։ Սա ցույց է տալիս, որ մեր բոլորի կողմից շատ սիրված Երևան քաղաքը, Երևան քաղաքի տարածքը եղել է մարդու բնակության համար նպաստավոր, ես կարող ասեմ, չափազանց նպաստավոր մի վայր, որը մենք ցավոք այնպես չենք պահպանում, ինչպես պետք է պահպանենք։ Անդադ ասում ենք օդի աղտոտվածության, չգիտեմ, տարբեր տեսակի խնդիրների մասին եւ այդտեղ հավանաբար կարևոր դեր ունի նաև շինարարությունը։ Սա տեղահանույթն է, որի վրա հստակ կներեք, ինչի անդադ տեղահանույթն է, որի վրա ես նշել եմ Սիլիկյան բնակատեղին եւ ռելիեֆը, եթե դուք ուշադրություն դարձնում եք, այստեղ մոտավորապես 270 հեկտար տարածք է։ Սա ակադեմիական քաղաքի արևելյան հատվածն է, կա ավելի խոշոր արևմտյան հատվածը, որը գտնվում է երկաթուղուց, այդ երկաթուղուց, ուրեմն դեպի արևմուտք։ Տարածքը, եթե տեսնում եք եւ երևում է, շատ հետաքրքիր մի միջավայր է, ամբողջովին ուրեմն հրաբխային քարերով ծածկված, ժայռեղեն բլուրներով, հեղեղատներով ակոսված միջավայր է, մենք ունենք բան լազերային այդ մկնիկ որ ցույց տամ, բայց լավ, ոչինչ, ամեն դեպքում դուք տեսնում եք, սա ուրեմն այն ժամանակաշրջանն է, երբ նոր միայն սկսվել էին ուսումնասիրվել։ Հարավային կողմում մենք տեսնում ենք կառուցապատումներ, այդպես ժողովրդի խոսքով ասած կամ ռուսերեն շեբենի հանքավայրեր, որոնք փոշին իհարկե նաև շնչում են Շենգավթի բնակիչները, քանի որ այդտեղի քամիները սովորաբար այդ ուղղությամբ են փչում, եւ այս հատվածի ուրեմն ռելիեֆը էականորեն աղճատված է։
շինարարական աշխատանքների համար, այստեղ եղել է շինաղբի կուտակման վայր եւ կամ զգալիորեն ազդել է։ Այնուամենայնիվ, երբ սկսում ես աշխատել, սկսում ես սիրել նաև այս միջավայրը, սկսում ես սիրել ու քեզ զգալ առնվազն 10,000 տարի առաջվա մարդ, որ այստեղ ուրեմն ապրել է, այստեղ զբաղվել է որսով, հավաքչությամբ եւ իր բնակատեղին է հիմնել Արաքսից հյուսիս ընկած քարե ճարտարապետությամբ հնագույն բնակատեղին է։ Ես կարող եմ վստահաբար ուրեմն հավաստել։ Որպես սա ընդունվի նաև այդպես ասենք եվրոպական գիտնականների կողմից, մեզ պետք են անպայման ուրեմն տարալուծումներ ռադիոածխածնային, լուսատարիքային եւ այլ մեթոդներով, որպեսզի իրենց համար ընդունելի լինի այն, ինչ որ ես ասում եմ։ Բայց ձեզ կներկայացնեմ, որ ես եթե մի բան ասում եմ, առնվազն մի 3-4 կռվան պետք է ունենամ նման եզրակացություններ անելու համար։ Միջայլոց, եթե ճշգրիտ գիտությունների մեջ մոտ տարածված է ուրեմն էքսպերիմենտը եւ մարդիկ կարողանում են փորձ անելով անընդհատ ստանալ նույն արդյունքը եւ արմատացած է տեսակետը, որ հումանիտար գիտությունները չունեն այդ հնարավորությունը, ես ձեզ ասում եմ, որ ունեն։ Դա կոչվում է վերիֆիկացիա։ Երբ փոքր տվյալների համար մեծ փորձ ունեցող գիտնականները կատարում են եզրակացություններ, այնուհետև ամեն մի նոր հայտնագործություն ի հայտ է բերում նոր ու նոր հիմնավորումներ այդ տեսակետը ավելի ակնառու դարձնելու համար։ Ցավոք պետք է ասել, որ հնավայրը բանը ինձ համար ուրիշ բան եմ միացրել, կներեք, հնավայրը այս ամբողջ ընթացքում ապրել է բազմաթիվ միջամտություններ, հատկապես 20-րդ դարում։ Առաջինը դա բնակատեղիի տարածքի սա ես մոռացա ես ասեմ, որ այս տարածքը հայտնաբերել ենք դեռևս 1988 թվականին, երբ ստեղծում էինք Երևան քաղաքի հուշարձանների համահավաքը, եւ այստեղ երբ ես շրջեցի, ապա փաստագրեցի այս պատկերը։ Տեսնում եք օրտոստատ կամ ցից դիրքով դրված քարերով բոլորձև շարված շինություններ եւ արդեն հեռվում իսկ զգացվում են շինաղբի կուտակումները։ Պատկերացրեք, սա համաշխարհային արժեք ներկայացրող այս հնավայրը ինչպիսի վերաբերմունքի է արժանացել։ Մի քանի այդպես լուսանկարներ, ինչի՞ չի բարձրանում։ Կարող է մեծացավ։ Սրանք բոլորը արխիվային լուսանկարներ են կատարված դեռևս 88 թվականին։ Ես հետո առաջը չի հասկանում։ Այքես բան։ Դանդաղ պետք ուղղակի անելիք։ Հա, ես շտապում եմ։ Հա, միգուցե, էլի։ Էլի գնացեք առաջ։ Ահա, մի րոպե հետ բերենք։ Սա ուրեմն անվար ձեռքով իմ արած բանն է, սխեման է, որ այն ժամանակ եմ արել, եւ այստեղ դուք տեսնում եք 4 կլոր հատակագծով շինություններ, որոնք միմյանցից գտնվում են 10-ից 12 մետր հեռավորությամբ եւ մի կոթողային կառույց, որի պատերի հաստությունը 3 մետր էր։
Այսօր այդ ամենը ոչնչացվել է քարանքների շահագործման հետևանքով։ Ահա տեսնում եք այստեղ քարացրոնները, որ հսկայական քանակով, ուրեմն, այսպես ասենք, շեբենի համար ոչ պիտանի քարերի համար է, տարածքը հարթեցրել են տեխնիկայով եւ բերել լցրել են այդ քարերը։ Դա էլ բավարար չի, սա էլ արդեն շինախբի կուտակումներն են, որ ամբողջ տարածքում էր եւ կենտրոնական մասում, ահա, բարեբախտաբար, ճիշտ է հին բնակատեղիից, ինչ որ ես ցույց տվեցի, ավերված էր, բայց մենք կարողացանք հայտնաբերել այս բլուր բնակատեղին, որը իր հերթին դարձյալ ավերածությունների էր ենթարկել։ 3 հանգամանքների պատճառով։ Մեկը դա որպես շինանյութ տարածված են եղել մեքենաներից այստեղից քարեր տանելը։ Այդ ժամանակ եկել են, գլորել են քարերը, որը պիտանի եղել շինարարության համար տարել են, որը չտեղաշարժել են։ Մյուս մեծ վտանգը բլրի գագաթին կառուցված այս շինությունն է, այսա, թերևս մատուռը, որը ինչ-որ մեկը գուցե երազ է տեսել, ինչ-որ մի բան, ու բերել հենց բլրի գագաթին կառուցել է։ Կառուցելուց օգտագործել է տեղի քարը։ Հին շինությունների քարերը ջարդել են, մանրատել եւ օգտագործել պատերը շարելու համար։ Այնպես որ երբ մենք սկսեցինք պեղել, բավականին խճողված վիճակ էր։ Այսինքն պետք էր հնարավորինս զգուշությամբ պեղել, որպեսզի ամեն ինչ մենք կարողանայինք փաստել, ինչ դեռևս անաղարտ էր, ինչ դեռևս իր տեղում էր։ Այս մյուս հատվածում դուք տեսնում եք մելորացիան։ Խորհրդային տարիների ընթացքում արված մելորացիա հետևանքով կամ ջրարբիացման հետևանքով ավերվել էր այս հատվածը։ Այնուամենայնիվ, ինչ մենք կարողացանք պեղել, գերազանցում էին ամենահամարձակ պատկերացումները։ Առ այսօր պեղվել է 34 բոլոր ձև հատակագծով շինություն։ Դուք որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ է, ես ասեմ, որ այդ ժամանակաշրջանի բնակատեղիներ, ես նկատի ունեմ Լևանտը հատկապես, նրանք լավագույն դեպքում մինչև 10 բնակարան կամ կացարան են պեղել։ Հետսարսադաշտային շրջանի մասին է խոսքը, որովհետև Պորտասարը շատ ավելի ուշ է գնում, քան սրանք են։ Եվ բացի դրանից տարածքը իմ հայտնի գրականության մեջ հանդիպած բնակատեղիները, որոնք Լևանտում են փաստագրվել եւ հյուսային միջագետքում, ունեին 1000-ից 3000 քառակուսի մետր տարածք։ Արդեն իսկ միայն այս բլուրի բնակատեղին 1 հեկտար է։ Այսինքն 3-4 անգամ ինքը մեծ է։ Սա արդեն զարմանալի երևույթ է։ Բացի այդ, մենք այստեղ ունենք 2 կառույց, որոնք հասարակական նշանակության կառույցներ են։ Այն ժամանակ գտնում են, որ բոլոր մարդիկ հավասար են, ոչ մի ուրեմն սոցիալական շերտավորում, ոչ մի բան, համայնքը ապրում էր, ստեղծում էր, հավասար բաժանում են, էլի են հավասար բաժանել, էլի ոչ մեկը սոված չի մնացել, հիվանդներին բուժել են, շատ լավ հասարակություն է եղել։ Չկարծեք, թե որ մեզնից այդքան վաղնջական են, նրանք ուրեմն վայրեներ են եղել։ Ավելին, մի բան էլ ասեմ ձեզ։ Պարզվում է, որ արդեն նեոլիթյան ժամանակաշրջանում, երբ մարդը յուրացնող տնտեսությունից անցում էր կատարել դեպի արտադրող տնտեսությունը, այսինքն զբաղվում էր անասնապահությամբ, զբաղվում էր երկրագործությամբ,
Վերջի տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ նախակերամիկական նեոլիթում կամ նախախեցագործական նոր քարեդարում մարդիկ ավելի լավ են սնվել եւ ավելի լավ են ապրել։ Իհարկե նրանց հիմնական ուրեմն կերակուրը եղել էր հացազգիների հավաքումը, եղել էր որսը, եղել էր արմատիկների հավաքումը, կանայք են ժամանակ շատ երևում է ճարպիկը եւ հնարամիտ են եղել եւ իրանց տղամարդկանց, որոնք սովից վերադարձել են ջղայնացած եւ անհաջող, միշտ կարողացել են կերակրել, որտեղ կանայք միշտ կարող են մինչև երկու բան ստեղծել, ռուսերեն ասում են սկաтерстի սորը, այսինքն կարող են մեջ ստեղծել եւ կարող են կերակրել։ Այս ուրեմն բանի հետ կապված մենք կարող ենք արդեն նույնիսկ մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում մենք ունենք ցնցող հայտնագործություններ, որը որ հնագույնն է ճարտարապետական առումով ամբողջ, այդպես ասենք հարավային Կովկասում, որը ընդգրկում է եւ հայկական լեռնաշխարհի հյուսիսային մարզերը եւ մինչեւ Մեծ Կովկասը։ Այդ ամբողջ տարածաշրջանում ավելի վաղ շրջանի քարե ճարտարապետության բնակատեղի մենք չունենք։ Շատ հետաքրքիր մի կառույց բացվեց, հասարակական կառույցներից մեկն է, որը մեզնից առաջ էլ հետաքրքիր է, հայտնի էր տեղաբնակներին եւ իրենք անվանել են գահ։ Մենք տեսանք, որ իրանք ճիշտ են։ Տեսնում եք քարերով, հսկայական, ահռելի քարերով ձևավորված է ուրեմն կողային թևերի համար դնելու այդ քարերը, մեջքի հենվելու ուրեմն քարը եւ նստելու քարը։ Դրա առջևում նվիրաբերումների կամ զոհաբերումների ժայռն էր, հարթ մի հսկայական ժայռ։ Մենք այստեղից վերցրել ենք արդեն փորձանմուշներ եւ հույս ունենք պարզել, թե այդ հողի պարունակության մեջ ինչեր են եղել։ Անկասկած պետք է ենթադրել, որ այստեղ կարող էր նստել համայնքի առաջնորդը, որի համար էլ բերում էին այդ նվիրաբերումները։ Նա այստեղ նստելով իր աչքի առաջ էր ամբողջ տեսադաշտը եւ այդ ամբողջ տեսադաշտում նա տեսնում էր, թե իր համայնքի անդամները ով ինչպես է աշխատում, ով է գլուխ պահում, ով ուրեմն ջանասիրաբար է աշխատում, ինչ գեղեցիկ կանայք կան կներեք, այդ ամենը իր աչքի առաջ էր եւ նա պետք է կարողանար ղեկավարել համայնքի գործնեությունը, արդյունավետ գործնեությունը, որովհետեւ համայնքի արդյունավետ գործնեությամբ պայմանավորված էր նրանք սոված կլնեն, թե կուշտ։ Երեխաները, որ ծնվում են, կապրեն, թե կմահանան։ Մենք այստեղ շատ հետաքրքիր մի բան ունենք։ Ինչի համար էին ընտրել այս բլուրը։ Տեսնենք լուսանկարը կա։ Ահա։ Շատ ափսոս պետք է վերած լինել, որ չմոտենայի, ամեն դեպքում տեսեք, սա մի գետակի հուն է, մյուս գետակը այստեղից է գալիս եւ այդ գետակների միախառնման մասում վեր էր բարձրանում այս ժայռոտ բլուրը, որը ստորոտից մոտ 40 մետր բարձր է, դա բավականին մեծ բարձրություն է եւ գահն էլ այստեղ էր։ Այստեղ, որտեղ շատ լավ երևում էր համայնքի աշխատանքը։ Ինչ էր այստեղ մարդկանց տալիս այս տարածքը։ Նախ այդ հեղեղատները կամ գարնանը գետակներ, որ դառնում են այդ բաները, եղել էին բավականին ջրառատ։ Հետևաբար եղել էին նաև բավականին ձկնառատ։ Ձուկը հիմնական կերատեսակներից մեկն էր։ Երկրորդը, քանի որ սրանք ջրառատ գետեր էին, անկասկած դեպի այստեղ էին իջնում որսի կենդանիները իրենց ծառավը հագեցնելու եւ դառնում էին որսի թիրախ։
Մյուսը ես կարծում եմ, որ այստեղ նույնպես եղել են ռելիկտային արտեր, հացազգիների արտեր։ Այդ արտերը այսօր էլ պահպանվել են Երևանի տարածքում։ Ես չգիտեմ, ես վերջի անգամ տեսել եմ 5 տարի առաջ մուշականի արտը։ Սա գիտեք, սա համաշխարհային արժեքներ են։ Բայց դա գտնում են աղբանոցի շրջակայքում, որ ես չգիտեմ պահպանվել է թե չէ։ Այն որ վառվում էր ու ռելիկտային արտերը ինչ է։ Արտը բնականից կա։ Ցորենը կամ գարին աճում է, հասունանում, հաս կընկնում է գետնին, մնում է ջան տակ, նորից է ծլարձակում, նորից դառնում է հացազգի եւ նորից մահանում է ինքը։ Նորից կյանք տալով ու այդպես այդ արտերը 100,000-ավոր տարիներ, նո ասենք լավ, առնվազն 20,000 տարի գործել են, որովհետև դա կա։ Դուք հասկանում եք, մենք ինչ հարստության տեր ենք։ Եվ աշխարհի ամենախոշորագույն գիտնականներից մեկը ակադեմիկոս Վավիլովը, որը ստեղծեց տասնյակ ու տասնյակ նոր սորտեր եւ նա կարողանար սովետական միությունում լուծել գյուղատնտեսության հարցը, եթե հանկարծ նախանձը եւ բամբասանքը իրենց արածը չլնեին եւ նրա ստեղծած այդ կոլեկցիաները չոչացվեին։ Վավիլովին հայտնի էր ամբողջ երկրագնդի բուսական աշխարհի 3/4-ը։ Դուք պատկերացնում եք, դա ինչ ուղեղ պետք է ունենա այդ ամբողջ ինֆորմացիան առանց համակարգիչների իր մեջ կուտակել եւ հետո ինչն է մեզ համար շատ կարևոր։ Ահա նա հաշվի առնելով ամբողջ աշխարհում եղած այդ ռելիկտային արտերը եւ տեսնելով, որ Հայաստանում ամենախիտ արտեր գոյություն ունեն ռելիկտային, դա կատարեց եզրահանգում հասազգիների հայրենիքը եղել է Հայաստանը։ Եվ դա հայը չի գրել։ Դա գրել է մի գիտնական, որի հետ առ այսօր բոլորը հաշվի են նստում։ Չգիտես ինչի հետո մոդան կան տարբեր տեսակի, ԴՆԹ, չգիտեմ ինչ որ սենց բաներ ես կոմենքում եւ ասեն չէ, հայրենիքը Լևանտն է, Սիրիան, Պաղեստինը եւ այլն։ Բայց ես համոզված եմ, որ Վավիլովը ճիշտ է։ Եվ այդ մուշականի պահպանված արտը, որ մենք պետք է աչքի լույսի պես պահենք, հենց դա փաստում է, որ Հայաստանն է եղել հացազգիների հայրենիքը։ Չմոռանանք, որ բոլոր վայրի կենդանիների, բոլոր ընտանի կենդանիների վայրի նախնիները նույնպես հայկական լեռնաշխարհում կան։ Այսինքն արտադրող տնտեսության համար Հայաստանը ունեցել է կարևորագույն նշանակություն, որը չգիտես ինչի, այդպես մի քիչ վերապահումով են նայում մեր գործընկերները։ Արևմտյան գործընկերների մասին է խոսքը։ Եվ այստեղ շատ հետաքրքիր բան եմ ես ասում։ Մի փոքր գուցե էքսկուրս կատարեմ, թե ինչ բան էր ընդհանրապես այդ արտադրող տնտեսության ձևավորումը։ Հետսառցադաշտային շրջան, առաջանում է նոր ֆաունա, նոր ֆլորա։ Դանդաղաշարժ, մսատու, հսկայական կենդանիները վերանում են։ Այլևս մամոնտը չկար, որ իր համար իր ուժի վրա վստահ գնում էր ու դառնում էր որսի կերակուր կամ գցում էին փոսի մեջ եւ այլն։ Արդեն սկսել էին նոր կենդանիներ, արագավազ, զգուշ եւ նրանց որսի համար մարդը հնարեց նետո աղեղը։ Հավանաբար հենց այդ որսորդներն էին, որոնք կերակրել են
Պորտասարի տաճարները կառուցողներին։ Մի շատ հետաքրքիր մենք հին ֆոլկլորի նմուշ ունենք։ Ինչպես ասենք, ֆոլկլորը ամենակայուն, մնայուն հուշարձաններից է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք Արամ Ղանանալյանի կողմից գրառված մի շատ ուշագրավ հեքիաթ ասեմ, ասք ասեմ, լեգենդ ասեմ, որը կոչվում է Շունը աշխարհը լցրեց հացով։ Ինքը կոչվում է ավանդապատում։ Այո, գիրքը ավանդապատում է ապրես, որը նորից հրատարակեց իր թոռը, բրավո։ Եվ այս ուրեմն ավանդապատումը բացում է կարծես բալանին է, թե ինչպես է ձևավորվել երկրագործությունը։ Չեմ նստում թե շունը միշտ կապ ունի անասնապահության հետ։ Հովիվ եւ շուն, այդ իրար հետ կապված են, կամ որսորդ եւ շուն։ Բայց այստեղ հետաքրքիր է, միակն է, ես նայել եմ ամբողջ ինձ հասանելի գրականությունը, որտեղ շունը կապվում է երկրագործության հետ։ Հիմա բացատրեմ, թե դա ինչպես է առաջացել։ Այսինքն մարդը միշտ պետք է սնվի։ Այմա բոլորս այստեղ նստած ենք, եթե օրը 2-3 անգամ չսնվի, գլուխներս կցավի, տրամադրություններս կընկնի, կսկսենք, չգիտեմ ինչ վիճակների մեջ հայտնվել։ Չի կարող մարդը չսնվել։ Այդպեսին է մեր կենսաբանական տեսակը եւ տիպը։ Եվ ընդհանրապես բոլոր ուրեմն կենթանիակները պետք է սնվեն։ Որպեսզի նրանք կարողանան սնունդ ձեռք բերել, ես ասեցի, հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ։ Ահա մարդը հանկարծ սկսեց հասկանալ, որ այն արտերը հացազգիների միջած հազատիկը ամենակայուն եւ երկարատև պահպանության ենթակա սննդամթերքն է։ Եվ շատ կարևոր է եղել այդ սննդամթերքը նաև Շենգավթյան մշակույթի փուլում, այսինքն 4-րդ հազարամյակներում, երբ այդ սննդամթերքին տիրապետողը դարել է նաև մյուս համայնքների վրա իշխող։ Եվ պատահական չէ, որ Շենգավթում օրինակ, որ մենք հայտնաբերեցինք, դա մի ցնցող բան էր, իմ հաշվարկներով առնվազն այնտեղ մենք ունենք մոտավորապես 4 տոննա պարունակող, 4 տոննա, պատկերացնում եք ինչ քանակ է, պարունակող 20-ից ավելի հոր շտեմարաններ, որպեսզի դուք պատկերացնեք դա ինչ է, Սիրիայում հայտնաբերել են մի բան, մեր սովետական գիտնականները, Մունչաևը եւ Մերպերտը, ահա նրանք գիրք հրատարակեցին, որտեղ ասում են, որ այստեղ հսկայական քանակի ցորեն են պահել, մոտավորապես 1 տոննա։ Գիտեք, մենք հաճախ չենք կարող հասկանալ, թե ինչ հսկայական արժեք է ներկայացնում մեր հուշարձանները։ Եվ շատ այդպես կամայական վերաբերմունք ունենք։ Եվ հիմա այստեղ ուրեմն ցորենի արտեր պետք է որ լինեին շրջակայքում, անկախ նրանից ինչ մնացել է, չի մնացել, բայց այդտեղ մարդը կարող էր ապրել, եթե լիներ ցորենի արտեր։ Այստեղ նույնպես, եթե կա մուշականում, այստեղ էլ պետք է լիներ ռելիկտային արտ։ Եվ այդ ռելիկտային արտերը նրանք հասկացան, որ որպեսզի լավ բերք ունենան, պետք է այդ արտը պահպանել գազանների ոտնգությունը, հատկապես վարազների, որտեղ վարազը եթե մտնում է միտեղ, մինչև վերջ հողը ուրեմն տրակտորի պես վարում է։ Եվ մարդը սկսեց ուրեմն պահպանել արտերը, այդ դա կոչվում է բարդ հավաքչություն, եւ ինքը ոչ միայն վերցնում էր, այլ նաեւ գոնե պահպանում էր, հետո պահպանածից ստանում էր բերք եւ այդ ժամանակ ինքը հաստատվում էր այդ արտերի մոտ։ Հենց դա էլ հուշել է այդ մարդկանց, որ այս բլուրը բնակեցնեն։ Հիմա գանք մեր շատ սիրելի կենթանուն շանը։ Ասում է, շունը աշխարհը լցրեց հացով։ Նկարագրում է, թե ինչպես սով էր, շունը
այնքան երկար հաչում է, մինչև երկնքից մի հացազգի է ընկնում կամ հատիկ է ընկնում, հատիկը ուրեմն ծլում է, արձակում է, շունը գնում է տիրոջը տեղակ է պահում, շունը գալիս է հնձում է, աշխարհը լցվում է հացով։ Այսինքն աշխարհը լցվել հացով, մեր մոտ էլ մինչև հիմա մեր բոլորի մոտ մեկին, որ ուզում են հյուրասիրել, ասում են գնանք հաց ուտելու, կամ կանայք ասում են գնամ հացավորեմ իմ ընտանիքի անդամներին։ Այսինքն հացը այստեղ շատ կարևոր է եւ պետք է պահպանել։ Իսկ ով կարող էր արտը պահել վայրի գազաններից ավելի լավ, քան շունը։ Ոչ մեկը։ Եվ հոտառություններ զգում, եւ արագաբազությունը եւ այստեղ այո մենք ունենք այդ հացի արտերի պահպանելու հնագույն ասքը, շունը աշխարհը լցրեց հացով։ Եվ այս ուրեմն տարածքում իսկ սա հենց այդ ժամանակաշրջանն է, դեռ չկար երկրագործություն, դեռ չկար անասնապահություն, բայց մարդը ապրում էր այդ բնության տված բիոմասսայով։ Այսինքն 1 քառակուսի կիլոմետրի վրա եղած սննդի աղբյուրներով։ Դա հացազգիներն էին, արմատիկներն էին, ձուկներ, որսի կենդանիները։ Այսինքն, երբ մենք հետո պեղեցինք, լավ, այդ մի կռվան, երկրորդ կռվանը, իսկ ինչ գիտեք, որ կասեք, այդտեղ եղել են ուրեմն նախակերամիկական նեոլիթի բնակատեղի։ Բնակատեղիում փաստվել են շուրջ 300 վանակատից աշխատանքային գործիքներ։ Եվ ընդամենը 3 փոքր խեցեղենի բեկոր, որոնք շատ հանգիստ կարող են ավելի ուշ հայտնվել այդ ուրեմն բլրի վրա։ Այստեղ 3 շերտ մենք ունենք մշակութային հորիզոններ։ Վերևինը ճմահողն է կամ խոտաբույսերի արմատներով ուրեմն ձևավորված ծածկույթը, դրա ներքո գնում է սևահողի 20-25 սանտիմետր հաստությամբ շերտը եւ երրորդ շերտը, որը բաղկացած էր բնահողից, ժայռի վրա նստած ուրեմն այդ հողաշերտից, եւ որը որ ավելի բարակ էր 5-7 սանտիմետր եւ բոլորից էլ մենք ունենք գտածոներ, հնագիտական գտածոներ։ Եվ ասում եմ, այդ ճնշող մեծամասնությունը 300 եւ 3։ Արդեն ցույց է տալիս, որ կարող ենք ասել, որ այստեղ խեցեղենի արտադրություն դեռ չի եղել։ Իսկ խեցեղենը ծագում է միայն այն ժամանակ, երբ մարդը զբաղվում է անասնապահությամբ եւ կարիք էր զգացվում պահպանելու կատնամթերքը կավանոթների մեջ։ Այսինքն սա նախախեցեգործական շրջանն է, ավելին սա այն ժամանակաշրջանն է, երբ մարդը զբաղվում էր բարդ հավաքչությամբ, պահպանում էր արտերը եւ այդ արտերով կարողանում էր կերակրել եւ իրեն եւ իր երեխաներին։ Սա մենք տեսանք, կարծեմ, հա, ահա։ Այսինքն ընտանիք կենդանի չկար, ամեն ինչ, եթե ուտում էին միս, դա որսի կենդանի էր։ Այո, դեռ որտեղ երկրագործության դեպքում մենք ունենայինք երկրագործության մշակման բազմաթիվ գործիքներ։ Գործիքներ եւ զենքերը, որ այստեղից հայտնաբերվել են, հիմնականում նետասլակներ են, տեգերի ծայրեր են, կաշի քերթելու, կտրելու գործիքներ են։ Ահա սա մեր կատարած հանույթն է։ Առաջի գործը, որ մենք արեցինք, հենց երկրորդ օրը հասկացանք, թե ինչ կարևոր հնավայրի հետ գործ ունենք, մենք տարածքը բաժանեցինք, սա պետք է ասել Նագուսյան մեջ գուցե առաջի անգամ է Հայաստանում կիրառվում սեգմենտների։ Տարածքը բաժանեցինք սեգմենտների, այս սրանք են, տեսնում եք այս սեգմենտները, դրանք էլ իրենց հերթին բաժանեցինք 5 մետր հեռավորությամբ շրջանների, պեղեցինք աղեղները, աղեղների ներսում էլ բաժանեցինք քառակուսիների եւ ենթաքառակուսիների։ Այսինքն բոլոր գտածոները այստեղ քարտեզագրված են։
բոլոր վանակատի գտածոները ճշգրիտ դրված են իրենց տեղերում։ Սա ես կարող եմ ասել, որ այդպես կարող էին աշխատել մեկ էլ ճապոնացիներն ու գերմանացիները։ Այդքան ուրեմն խնամքով կատարված հետազոտություն է սա, եւ այդ հետազոտությունները նաեւ հիմք տվեցին, որ մենք հայտնաբերենք այդ կացարանների պահպանված պատերը։ Ես ասեցի երկու կերպ է, չէ՞, մեկը քարահավաքն էր, որը մեծ վնաս է հասցրել, երկրորդը մատորի շինարարությունը։ Սա հատվածներից մեկն է, եթե ուշադիր կարողանաք նայել, դուք էլ կտեսնեք կլոր եւ ուրեմն ուղղանկյուն հատակագծով կառույցներ։ Սա ուրեմն ավելի պատկերավոր լինելու համար պարզապես ընդգծել եմ այն քարերը, որոնցով ձևավորել են գահը, եւ մենք ունենք նաեւ մի ուրեմն կառույց, եթե բոլորը 2-ից 6 մետր տրամագիծ ունեն, ապա սրա տրամագիծը 16 մետր է։ Նման մեծ կառույցները եւ Պորտասարում, եւ Կարահան թեփեում, եւ ուրեմն Չոյնյու թեփեում, կներեք, որ ես անունները տալիս եմ թուրքերեն լեզվով, բայց այդպես է գրականության մեջ տարածված եւ համարժեքը մենք չենք կարող։ Պորտասարը մենք կարողացանք հայկական համարժեքով տալ, նրանք չեն կարողանում տալ։ Եվ ահա այստեղ մենք տեսնում ենք, որ այդ ժամանակաշրջանի գտածոները, վանակատից գործիքները իրենց տիպաբանական կառուցվածքով բավականին նման են այդտեղից հայտնաբերված գտածոներին։ Սա շատ կարևոր բան է, որը արդի գիտությունը, չգիտեմ ինչի այդքան մեծ ուշադրություն չի դարձնում, թերևս դժվար եւ քրտնաջան աշխատանք է պահանջում, բայց տիպաբանությունը հնագիտության այբուբենից է։ Առանց տիպաբանության հնարավոր չէ ընկալել հնագիտական արտեֆակտները։ Ահա այս գտածոներն են, որ դուք տեսնում եք, Կարելի է հետազոտել իմանալ ստերի, ասենք, դա մեր խնդիրներից մեկն է, որտեղից են բերել, որովհետև տարածքում վանակատ չկա։ Վանակատը բերովի է։ Որտեղից են բերել։ Ամենայն հավանականությամբ կամ Արագածի, կամ ուրեմն Արզնիի հանքավայրերից։ Չկարծեք, թե դա հեշտ աշխատանք է եղել։ Դուք պատկերացրեք այն 10-15 տարի առաջ, 1000 տարի առաջվա իրավիճակը, վայրի գազաններ, ահռելի քանակի, վայրից բնավորությամբ ցեղեր, որոնք եթե դու իր տարածքն ես մտնում վանակատ բերելու, քեզ այնտեղ պարզապես կարող ասեն դու հետ չես գնա, կմնաս այստեղ։ Եվ այս ամենը գնալ ու բերելը, դրա պատճառով մենք այստեղ ունենք շատ հետաքրքիր մի իրավիճակ։ Առավելագույնս օգտագործել են վանակատը, հնարավորինս։ Եվ երրորդ կռվանը, այստեղ մենք ունենք միկրոլիթներ, մանրաքանդակ գործիքներ։ Դրանք մինչև 1 սանտիմետր, պատկերացնում եք փոքրիկ, ուրեմն շեղբեր են, որոնք կարող են ունենալ մի 2 սանտիմետր բարձրություն, բարակ, թղթի պես բարակ, մշակած վանակատից։ Վանակատը Միչայլոց ամենամեծ սրությունը պահող բնական հումքն է։ Որպեսզի ձեզ համար պարզ լինի, ես մի օրինակ բերեմ։ Մինչև 1950-ական թվականներ, այսինքն մինչև լազերային ուրեմն ճառագայթների գյուտը եւ այլն, աչքի վիրահատությունները կատարում էին վանակատե դանակներով։ Որտեղ ամենասուր, ամենանուրբ գործիքները կարող էին ստանալ։ Եվ այնտեղ մենք տեսնում ենք այդ փոքրիկ գործիքները, որոնք հետո ներդրել էին փայտե հիմքերի մեջ եւ այդ ձևով ստացել բաղադրյալ գործիքներ։ Այսինքն ներդիրներով գործիք, որոնք արտակարգ կտրող, հարմար եւ աշխատանքային գործիքներ են եւ զենքեր են։ Ամբողջ աշխարհում հիմա ընդունված է միկրոլիթները գոյություն են ունեցել
մեզոլիթյան ժամանակաշրջանում։ Այսինքն հետ սարսադաշտային առաջի փուլում։ Մենք ահա այստեղ ունենք երրորդ կռվանը։ Եվ ընդամենը մնում է մի բան, որ դե կարող է եւ համապատասխանի, կարող է չհամապատասխանի, դա ռադիոաշխացնային մեթոդն է, մենք շատ լավ գիտենք, այս մեր նշանավոր ֆիզիկոս այստեղ է, ինձ կարող է բան անել, որ երբեմն այդ հիանալի մեթոդը փախչում է, կարող է եւ ուրիշ արդյունքներ ցույց տալ։ Այս տեսնում եք սանտիմետր դրված է, որպես այդ մանրաքանդակ գործիքները դուք տեսնեք։ Տեգի ծայրը հիանալի եւ այնտեղ հաջորդը դուք տեսնում եք քերթիչը, որը որսի կենթանու մորթին մշակելու համար քերթել են միսը օրգանական բոլոր մնացորդները հեռացրել, հետո մոխիրով կամ աղով, նայած ում ձեռքին չեր ընկնում, կարողացել են դաբաղել կաշին եւ դրանից պատրաստել տարբեր տեսակի հագուստներ, դրանից պատրաստել նաեւ այդ կլոր հատակագծով կացարանների, ուրեմն փայտե կարկասների վրա ձգված ծածկեր։ Մարդը պետք է անձրևից, քամուց, ձնից, մի խոսքով տաք վիճակում, հարմարավետ, բոլորիդ մոտ էլ այդ կա հիմա, բոլորդ ուզում եք հարմարավետ տան ապրել, իրանք էլ էին ուզում ապրել եւ այդպես էին ստեղծում իրենց հարմարավետ կենցաղը։ Տեսնում եք նետասլակներ արդեն։ Նույնիսկ այս երկուսի ծայրը բթացել է հավանաբար հարվածի ժամանակ կպել է ինչ-որ քարի կամ բանի, կամ թեկուզ կենթանու, ասենք, ոսկրի, եւ սրա միջոցով իրեն կատարում են, այսինքն եղել է նետո աղեղը եւ տեգը այդ ժամանակաշրջանում։ Քարե գործիքները սովորաբար եզրերը հարդարված են եղել, ուրեմն ճզման միջոցով, ուրեմն մշակվածությամբ եւ դա հնարավորություն էր տալիս, որպեսզի գործիքները ավելի երկար օգտագործվեն։ Ուրեմն ասենք, մոտ 300 վանակատե գործիքների համատեքստում մենք ունենք ընդհանրապես մի կայծքարե ներդիր։ Կայծքարը եղել է մուշականում, այսինքն հասնել մուշական, այնտեղից կայծքար բերել, դա գիտե շատ վտանգավոր զբաղմունք է եղել եւ շատերը չեն էլ փորձել ռիսկի դիմել։ Եվ ունենք նաեւ մի ծովային խխունջի մշակված փեղկ։ Դարպես ծովային խխունջը ավելի ուշ ժամանակ համարվել է դրամական միավոր, դրամական հին միավորն է, որը նաև փոխանակության համար է ծառայել։ Եվ այստեղ հայտնաբերումը այս ուրեմն ծովային խխունջի խորելու տեղի է ինչի համար է կարող է փոխանակության համար են եղել։ Որտեղից կարող էին բերել։ Մենք գիտենք, որ Արարատյան դաշտը ծածկված եղել նախապատմական լճով։ Այդ ինչ աշճանաբար, ասճանաբար, ուրեմն ցամաքել է եւ այս սիլիկյան բնակատեղին արդեն կղզի նման բարձրանալու շատ նպաստավոր վայր է եղել ապրելու համար։ Մասիս բլուրի ժամանակ, դա գիտեք, մասիս բլուրը որտեղ է, մասիս բառը արդեն հուշում է, մասիս ուրեմն բնակագյուղի մոտ է, այդտեղ ուրեմն այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ նախապատմական լճից մի փոքրիկ հատված պահպանվել էր Արտաշատի մոտ։ Չի բացառում, որ այդտեղից բերածն է ոչ թե հեռավոր, ասենք Կասպից ծովից կամ ծոցից այդ ժամանակի համար։ Դեռևս այդ մի բեկորն ունենք։ Եվ կա մի հետաքրքիր գտածո նույնպես վանակատի կլոր գետաքար։ Սա բավականին մեծ լավ միջոց է, որպես իմանանք նաև որտեղից են բերել վանակատը։ Չբացառելով Արզնին, չբացառելով ուրեմն Արագածի փեշերը, ասենք որ այդ գետաքարը կարող են բերել Հրազդանի կիրճից։ Ընդհանրապես Հրազդան գետն էլ ինքն էլ այդ վանակատը գլորելով բերել է մինչև Շենգավիթ
մինչև Շենգավիթ, որտեղ գործիքների հսկայական քանակը պատրաստված է բերովի, ուրեմն գետային վանակատից, այստեղ այս ժամանակ Հրազդանի կիրճը նույնպես եղել է մի վայր, որտեղից կարող էին ստանալ վանակատ։ Այ մենք ուր հասանք, ահա, այս հոյակատ մշակած վանակատի գործիքը, որ ունի երկկողմ հարդարում, սա գրականության մեջ հայտնի է որպես Չոյունյու թեփեի տիպի ինդուստրիա, վանակատի ինդուստրիա։ Չոյունյու թեփեն 9-ից 8-րդ հազարամյակներ է։ Ես էլ եմ ասում, վանակատի արտադրությունը շատ կայուն է եղել, շատ ավանդապաշտ։ Ձևեր կան, որոնք հասնում են մինչև բրոնզե դար։ Նույնությամբ, ինչպես որ եղել է հնագույն շրջանում։ Իսկ այս տիպը միայն Չոյունյու թեփեից հետո այլևս հայտնի չի։ Այսինքն, սա ամենաստորին տարիքը դա 8-րդ հազարամյակն է։ Քրիստոսի ծննդից առաջ։ Եվ սրա գյուտը, որը հայտնաբերվեց ամենաստորին շերտում, ժայռի ճեղքի մեջ, ինստիտու վիճակում, մեզ արդեն որոշակի ասում է, որ այս տիպի, ինչ ասեմ, կտրիչներ, դանակներ այն ժամանակ տարածված եղել։ Աստված գիտի մենք ինչեր կգտնեինք, եթե չլինեին այդ երկու ավերածությունները։ Արդեն հասցրել ենք գործիքները ոչ միայն լվանալ, մաքրել, դասակարգել, այլև պատրաստել գրչանկարները։ Այս գործիքներից մենք ունենք նաև սղոցաձև ատամնավոր գործիք, որը շատ կարևոր էր ծառի ճյուղը, ոսկորը սղոցելու, կտրելու եւ իրենց համար համապատասխան գործիք ստեղծելու համար։ Ընդամենը այս սա երկու կողմից է նկարած եւ այն երկու բեկորն են։ Ինչ որ ունենք կավանոթներից։ Իրեն կավանոթներն էլ շատ վաղնջական են, սա նեոլիթյան են։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այստեղ մարդ ապրել նախախեցագործական փուլում եւ հարատևել մինչեւ արդեն խեցեգործական նեոլիթը։ Սա ավելի հետաքրքիր է դարձնում եւ կենտրոնի ուրեմն ծայրի նկարը հենց այդ բանն է, ծովային խխունջն է, եթե լինի, ուրեմն բազալտե գործիքները ընդհանրապես ավելի վաղ ծագում ունեն։ Սրանք հատուկ մշակած, տեսնում եք այս մասերը մշակած, ուրեմն բազալտից բավականին մեծ գործիք է, վանակատի գործիքների համեմատ, որը հիմք է տալիս ենթադրել, որ անմիջապես հետ սառցադաշտային շրջանից մարդ այստեղ ապրել է։ Իսկ սառցադաշտային շրջանը ընդունված է 22-ից 17-րդ հազարամյակները մեզնից առաջ։ Հայաստանում իմ կարծիքով այդ գործընթացներն ավելի վաղ են եղել, քան ասենք Եվրոպայում։ Մենք դա վերցնում ենք եվրոպական տվյալներով։ Ահա այդ ուրեմն գետաքարը, որի մասին ես խոսեցի, թվում է թե իրանից առանձնապես բան չի ներկայացնում, բայց հնագիտության մեջ չկան մանրունքներ։ Երբեմն ամենափոքր մանր գտածոն կարող է բացել պատմական շատ հետաքրքիր շերտեր։ Օրինակ ես մի բան պատմեմ, երբ ես երիտասարդ էի եւ սկսել էի պեղել, այն ժամանակ ուրեմն ոչ մեկը դամբարաններում դրված վանակատե կայծքարը չէր հավաքում։ Տեսնում եմ, որ ամիշակ կտորները շպրտում են ընկում էր։ Ես շատուն դարձեցի, որ ախր տարածքում չկա վանակատ։ Եթե չկա, ուրեմն հատուկ է բերված։ Եթե հատուկ է բերված, ուրեմն հատուկ է դրված դամբարան։ Ուրեմն պետք է գտնել բացատրություն։ Եվ այստեղ շատ հետաքրքիր մի բան եղավ, որ ես այն ժամանակ 3-4 էջանոց ընդամենը մի փոքրիկ հոդված է, բայց ամենամեծ սիրելի հոդվածներից մեկն է վանակատեև կայծքարը թաղմանցեսի կարևորագույն բաղադրիչ, եւ այդ ուրեմն բալանին էլ գտնվեց գայլախազ
այդպիսի մենք բառ ունենք։ Եվ այստեղ լեզվաբաններն էլ կան, գայլախազ նշանակել է եւ կայծքար, եւ վանակատ։ Այսինքն գայլը դա չարն է, խազել կտրելն է, այսինքն սրանք միջոցներ էին, որոնք պետք է վանեին չարքերին դամբարաններից, որը փոսը ընդհանրապես չարքերի հավաքատեղի եղել, մութ տեղը։ Եվ որպեսզի նրանք չտանջեն իրենց սիրելի ուրեմն մահացածներին, նրանք սկսեցին դամբարան դնել։ Եվ այս ծեսը գիտեք, փաստվել է խալկոլիթյան ժամանակաշրջանից, որտեղ ավելի վաղ դամբարաններ չկան պարզապես։ Դա աղավնատան դամբարանների մասին է, բայց գուցե այդ մասին մենք մի առանձին զեկուցում կանենք, որտեղ արդեն համարյա ժամից ավելի խոսում եմ, հոգնած կլնեք եւ հարցեր շատ կունենաք։ Ահա մի խոսքով սա այն ինչ մենք պեղել ենք եւ ինչ ես ուզեցած ես ցույց տամ։ Այդ մասին ես շատ խոսել եմ տարբեր հեռուստաալիքներով, բայց պարզ է որ այն ինչ որ այսօր խոսեցի, նաեւ ցուցադրական նյութով հիմնավորվեց, որը որ դարձնում է ավելի փաստագծի այն ինչի մասին ես ասում էի։ Այսքանը, շնորհակալություն։ Եթե կան հարցեր։ Համագիտության մեջ հատկապես վանակատի հետ կապված եւ քարե գործիքների միշտ խոսում են դրանց պատրաստման տեխնոլոգիաների մասին, ասենք Լևալոա կամ չգիտեմ այնտեղ երկկողմանի մշակում բիֆոկ եւ աչհայան, չգիտեմ, այդ բոլորը մեզ համար անհասկանալի բառեր են թվում, կարող է ինչ-որ բարձաբանումներ ներկայացնեք, թե դրանք ինչ են իրենցից ներկայացնում։ Սիրով։ Եթե հնարավոր է։ Շնորհակալություն։ Դրանք հենց այդ տիպաբանությունն են, ամեն մի ժամանակաշրջան ունի իր տիպը։ Այ հիմա մենք եթե դուրս գանք փողոց եւ դիտենք մեքենաները, ապա շատ հանգից կարող ենք ասել, որ այս մեքենան արտադրվել է խորհրդային տարիների ժամանակ, այս մեքենային հետ խորհրդային, այս մեկն էլ ընդամենը մի 2 տարի առաջ է։ Այսինքն տիպը այսօր էլ հուշում է։ Եվ մենք փայլուն գիտենք բոլորս, որովհետև այդ մեքենաների հետ անդադ ենք առնչվում։ Ես օրինակ բերեցի, վերցնենք գրիչը, մենք բոլորս գիտենք, սկզբից դեռ խորհրդային տարիներին հիշում եք, այդպես շարիկավոր էինք ասում այդ գրիչները, եթե ուներ ինչ-որ մեկը դա շատ մեծ բան էր, տանում էինք, երբ պրծնում էին, այստեղ շրջանայում, այո, լսականներ, լսնելու տեղեր կար, լսում են, որ մենք կարողանանք օգտագործել։ Հիմա այդպես զարգացավ, էլ գելևի կան, էլ չգիտեմ ինչ բաներ կան, պերմանենտ կան, որը չի ջնջվում, մեկը ջնջում է եւ այլն։ Այս իրավիճակը տիպաբանությունը եղել է հնագույն շրջանից ի վեր։ Այսինքն կա Լևալոյան տիպի գործիքներ, որոնք հատուկ են աշելյան ժամանակաշրջանին, նոր աշելյան ժամանակաշրջանին, դա մոտավորապես 500,000-ից գալիս հասնում է մինչև 150,000 տարին։ Բիֆասների մասին, բիֆասը դա ձեռքի հատիչներն են, երկում մշակումով, դա արդեն ունի 1,500,000 տարի վաղեմություն եւ բիֆասներ նույնպես հայտնաբերվել են եւ շատ-շատերի պեղումներից, այդ թվում նաեւ իմ պեղումներից արդեն Գորհայքի տարածքում մենք ունենք, դրանք բոլորը ցուցադրվում են պատմության թանգարանում, եթե ձեզ կետաքրի կնայեք, դա այն միջոցներն էր, որով մարդը կարողացավ պայքարել ու գոյատևել, հաղթելով կենթանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին, որոնց զիջում էր եւ ուժով, եւ ճարպկությամբ, եւ արագավազությամբ, եւ դիմացկունությամբ, այսինքն առանց գործիքների, առանց բանականության եւ նույնիսկ ասեմ առանց հավատի, գուցե մենք չկարողանայինք այդ անհավասար գոյամարտում հաղթող դուրս գալ։ Եվ մեր այսօր 8 միլիարդից ավելի ինչ ասեմ, ցերի տեսակները բնակեցեն ամբողջ աշխարհը։ Վանակատը փաստորեն հանդիպում է հայկական լեռնաշխարհում,
հանդիպմա բանում Մեքսիկա բանը։ Հա, էլի։ Դա կոչվում է, ես ձեզ ասեմ, Մանություն կա, ասինքն գործիքների եւ ես ձեզ ասեմ, որ ամենամեծ, ամենահարուստ հանքավայրերը հենց եղել են Վանա լճի ափին, դերից էլ ծագել է այդ վանակատ, վանից կաթած ուրեմն տերմինը եւ պետք է ասել, որ շատ սիրուն տերմին է, ես օբսիդիանը գիտեք չէ՞ ինչի է կոչվում օբսիդիան։ Եղել է հռոմեական մի լեգիոներ, որի անունը եղել է օբսիդիան, եւ հայկական լեռնաշխարհից Հռոմ է տարել առաջին բեկորը, եւ այդ զինվորի անունով դա կոչվել է օբսիդիան։ Հիմա ամբողջ խնդիրն է, որ լավագույն հումքն է։ Այդ ուրեմն վանակատը եղել է իր ժամանակի ամենապահանջված հումքը, ամենամեծ ստրատեգիական հումքը։ Եթե հիմա ասենք էներգակիրներն են համարվում, այն ժամանակ եւ հայկական վանակատը մենք տեսնում ենք, որ այդպես շղթայաձև փոխանակման հետևանքով, առևտրի հետևանքով հասել է մինչև հյուսիսում Ուկրաինայի տափաստանները, հարավում մինչև Եգիպտոս։ Գուցե ավել է գնացել։ Աֆրիկա կարող է հասնել։ Դե Եգիպտոս Աֆրիկան, Թեբեյում են հայտնաբերել։ Թեբեն հենց հսկայական կարևորություն է ունեցել, եղել է փոխանակման եւ առևտրի միջոց, որտեղ դրանից էին պատրաստվում լավագույն գործիքները։ Մյուս հումքը դա կայսքարն է, ասենք Եվրոպան ունի կայսքար։ Եվրոպական գործիքները հնագույն պատրաստվել են կայսքարից, բայց կայսքարը ավելի դժվար է մշակվում, այստեղ բավական է հմտություն, ճիշտ հարված եւ դուք ունենաս մինչև 20 սանտիմետր երկարությամբ դանակազև շեղբեր։ Եվ առատությունը, եւ պատկերացրեք, ինձ ապշեցնում է մեր անտարբերությունը վանակատի նկատմամբ։ Այսօր եթե արզնի են գնում, տեսնում ենք այնտեղ դրած այդ շեբենի համքերը, դրած կիսաթանկարժեք այդ քարը ջարդում են, տանում են, լցնում են ասֆալտի տակ։ Աբսուրդ։ Հələ գնացեք մի հատ Հունգարիա, տեսեք թե ոնց են պահպանում իրենց վանակատի հանքերը, ինչ ուրեմն ինստիտուտներ են աշխատում, որպեսզի պարզեն ինչպես են դրանք առաջացել, ինչ նպատակով կարելի է, դա անսահման չի վերջը, մի օր պետք է վերանա այդ ոչ մետաղական հանքերի նկատմամբ, այդպես անտարբեր մոտեցումը ինձ միշտ զարմացրել է ու զարմացնում է։ Ոնց կարելի է վանակատը, ընդ որում դա օգուտել չի, որովհետև ինքը հրաբխային ապակի է, ունի հարթ մակերեսներ եւ կպչողականություն չի տալիս։ Պարզապես ոչ մեկը չկա, որ ասի, գիտեք ինչ եղբայր, եթե դու ուզում ես այդ սպիտակ ավազը շահգործել, ուրեմն բարի եղի այնպիսի մեքենաներ անել, որ վանակատը մի կողմ դնի, այն էլ տար ասֆալտի տակ է սփռում, շինարարության այդ քու գործն է, բայց մի փչացնի մեր ազգային արժեքը, հոմենակ մերը չի Հայաստանը, նաև մեր սերունդներինն է, մեր զավակներինն է, մեր թոռներինն է, մեր ծոռներինը պետք է լինի, այսինքն հումքի նկատմամբ պետք է ունենալ բացառիկ հարգանք, բացառիկ խնայողական վերաբերմունք, այլապես ես էլ եմ ասում, Աստծո տված այդ մեծ հարստությունը կարող է վաղը քչություն անել։ Չեմ ասի կվերան, անհնար է, բայց կարող է քչություն անել։ Ուզում եմ ասել, որ ձեր հարցին ես այդ եմ պատասխանել եւ հիմնականում մեր մոտ պատրաստվել են շատ հին ժամանակներում բազալտից, այնուհետև առնվազն գոնե կես միլիոն տարի առաջ համատարած է դարձել վանակատը։ Ասեմ ձեզ, ռադիոաշխացնային մեթոդը, եթե կհետաքրքրի, դա ինչ է, դա C14 իզոտոպի կիսաքայքայման տարիքն է։ C14 իզոտոպի կիսաքայքայման տարիքը 50,000 է։ Ավելի վաղ C14-ը 5700 Չէ, 50,000 տարի միջով քայքայվում, բայց եւ հաշվարկելով թե ինչքան է քայքայված,
ինչքան է քայքայումը, հանելով պահպանված ուրեմն ծավալը, քանակը կարողացել են ճշգրիտ թվագրել։ Դրա համար Նոբելյան մրցանակի են արժանացել։ Ինչքան հետաքրքիր թվագրումներ մենք կարող ենք ասել, դա երբեք չի կարող, ասենք 20-30 հազար տարին գերազանցել։ Այսինքն որևիցե բան Սարդարյանն էլ իր ժամանակին, երբ որ չկային այդ գերճիշտ լաբորատորիաները, նա չուներ։ Նա ընդամենը մի փորձանմուշ է Շենգավթից տվել 2000 քանի Քրիստոսի ծննդից առաջ թվականը ու վերջ ուրիշ նա չունի։ Ռադիոացխազնային այլ փորձանմուշ Սարդարյանի գրքում չկա։ Մենք դա հիմնականում թվագրում ենք այդ բիֆասների տիպերով։ Այո, այդ բիֆասները, ասի միլիոնից մինչև 500,000 տարի ընթացքն է ընկլվում։ Այո, ես դեռ համաձայն եմ, որ Սատանի դարում, Արեգունի երկարուկ բլուրներում, Արտին լեռան վրա կան ուրեմն այդպես ասենք ավստրալոպիտեկի եւ պիտեկանտրոպի ժամանակաշրջանի ձեռքի հատիչներ, որոնց տարիքը սկսվում է 1.200.000-ից հարատևում մինչև 500,000-ը, իսկ ասենք Տաուշի շրջանում Կրուգլայա շիշկա կամ ուրեմն Շահնազար գյուղերի տարածքում հայտնաբերել են ուրեմն գործիքներ, բայց դրանք հիմնականում բազալտ են, որոնք թվագրվում են 1.800.000 տարի եւ դա ժամանակակից է Դմանիսիի գտածոների հետ։ Դմանիսի ընդամենը կպած է, այնտեղ մի քանի կիլոմետրի հեռավորության վրա է, դարձյալ հայկական լեռնաշխարհ է, ահա այնտեղ այդ բաները կան։ Վանակատը, որ մենք ունենք, զուտ հրաբխային այդ ապակին ձեկրաբանների հետ բավականին զրուցել եմ, այո, 1 միլիոն մի քիչ ավել ժամանակից է սկսվում, ավելի վաղ չկա։ Դա համար նախկին բոլոր գտածոները պատրաստել են անդեզիտից, բազալտից, տարբեր տեսակի կարծր քարերից։ Այսքանը սերզորա, կներես, որ քեզ հակաճարեցի, բայց դահլիճը պետք է ճիշտ իմանա։ Չէ, վերեք լելային լսենք, ինքը կանաց պետք է միշտ տանք։ Նախ շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր, մենք անհամբեր սպասում ենք, չնայած լսել ենք ձեր հաղորդումները նաև, բայց անմիջական շփումը բոլոր դեպքերում ուրիշ է, շնորհակալություն շատ։ Ես կարող եմ միամիտ հարց եմ տալիս, ոչինչ կներեք։ Վանակատը, ես այսպես եմ կարծում, որ ասենք մարդը տեսել է ուղղակի վանակատի կտոր, գուցե եւ առաջին անգամ պարզապես պատահաբար մի սուր կտոր է վերցրել եւ հասկացել է, որ դա շատ սուր ծայր ունի։ Ինձ հետաքրքրում է, թե օրինակ այս հնավայրում գտնված վանակատի գործիքները, իրենք, ասենք, խփել են պատահաբար առաջացած ցլեպն են օգտագործել, թե հատուկ։ Ուրեմն ձեզ ասեմ, ստեղ եղել է ոչ միայն բնակատեղի, այլև վանակատի գործիքների արտադրման կենտրոն։ Սրանք արհեստանոցներ են եղել, եւ որ օգտագործել են առավելագույնս հումքը, ինչքան նույնիսկ ամենափոքրիկ բեկորը փորձել են մշակել։ Ես ասեցի միկրոլիթներ կան, որոնք նույնիսկ 0.7 սանտիմետր։ Այսինքն նպատակադրված գործիք են պատրաստել։ Բոլորը նպատակադրված են, հետո հարդարել են, հետո մշակել են, թափոն գրեթե չկա։ Եվ որպեսի ես, այսինքն կա իհարկե, բայց հիմա այդ մեծ կտորների իմաստով եմ ասում, ինչը մեզ հիմք տվեց ասել, որ այստեղ հավանաբար եղել են արհեստանոցներ։ Այստեղ մենք ունենք պատրաստի գործիքներ, կիսապատրաստուկներ, ունենք փոքրիկ բեկոտված կտորներ, անմշակ եւ ամենակարևորը եւ ունենք թեփուկներ։ Թեփուկը ո՞րն է։ Վանակատեն ամենափոքր ձկան թեփուկի չափով, ուրեմն որ խփել են, իրենք թռել են, այդան կոչվում են թեփուկներ եւ ունենք թեփուկներ։ Այսինքն հստակ է, որ տեղում արտադրել են գործիքները։ Եվ
այս տեղում արտադրված գործիքները հենց նաև մյուս վարկածն են, որ այստեղ մարդը եւ ապրել է եւ արարել է։ Ստեղծել է իր ժամանակի համար լավագույն գործիքները։ Եվ մի հարց էր, որևէ նշանագիր, որևէ գաղափարագիր, չգիտեմ, չի գտնվել։ Գիտեք, դեռ մենք պեղում ենք։ Որևիցե բան մենք չունենք։ Մենք ունենք դες երկու հասարակական կառույց, դարձեն վիթխարի մի բան է, 16 մետր տրամագծով կառույցը, այսինքն եթե մենք դա բազմապատկում ենք, մոտ 200-220 քառակուսի մետր տարածք զբաղեցնող շենք է։ Դա հսկայական շենք է։ Նույնիսկ օրինակ Շենգավթյան մշակույթում, երբ մենք պեղեցինք 150 քառակուսի մետրանոց սրահը, ամերիկացի, կանադացի գործընկերներն ապշել էին, ասում են, սրանք եղել է ինչ-որ հասարակական լուրջ կառույց կամ պալատ, հիմա այստեղ մենք ունենք ավելին, մոտ 70 քառակուսի մետրից ավելի մեծ մի սենյակ, որի պեղումները տաստված մենք այս տարի անենք ու տեսնենք ինչեր են բացվելու։ Ասում եմ, պեղումը կատարում է չափից դուրս խնամքով։ Մեր ամենամեծ գործիքը, որ մենք օգտագործում ենք, դա բահն է օգտագործված հողը տեղափոխելու համար։ Մնացած բոլորը վրձիններով եւ երջեպի փոքրիկ գործիքներով է արվում։ Որպես մի րոպե ավարտեմ, Լեյլան կարող է էլի բան։ Միական քաղաքը, որ ստարկում է։ Հա։ Կարող է հետագայում շինարարությունը կամ շինարարություն անողները ոչնչացնեն այս ուժարկանը։ Ուրեմն շատ լավ հարց եք տալիս, բայց Լեյլա դուք ավարտեցիք, թե հետո էլի կտակ հարց։ Լավ, ես պատասխանեմ այս հարցին։ Ուրեմն երբ մենք այս մարդիկ սկսեցինք խոսել եւ արդեն քաղաքի այդ ակադեմիական քաղաքի կառուցապատողներին տեղյակ պահեցինք, ուրեմն մի մեծ պատվիրակություն եկավ։ Երկրի բոլոր իշխանավորներն այնտեղ էին։ Չգիտեմ, Աստված ով գիտե ինչ ճարտարություն տվեց այդ ժամանակ, որ ներկայացնեմ, իրենք ասեն, վերջ սա դինելու ակադեմիական քաղաքի բրենդը մենք սա պահպանելու ենք։ Ես հույս ունեմ, որ իրենք իրենց խոսքը կպահեն, մենք էլ կպայքարենք եւ ուրեմն այս համաշխարհային արժեք է սա։ Ժողովուրդ, սա միայն հայկական երևույթ չի։ Դուք պատկերացրեք, որ այսպիսի ճարտարապետություն ես նորից եմ կրկնում Արաքսից հյուսիս մենք չունենք, ընդհանուր մինչև մեծ Կովկասյան լեռնաշղթան։ Ունենալ այդպիսի գանձ, սա պետք է լինի միջազգային արշավախմբերի, ամառային դպրոցների, ուսանողների, հավաքատեղիներ, գիտաժողովների անցկացման վայրեր։ Էլի ակադեմիական քաղաքին նման բան է։ Էլի չգնա։ Չգիտեք, ես սկզբից դեմ էի ակադեմիական քաղաք, բայց երբ տեսա այդ շիբինի հանքերը այնտեղ, հասկացա, որ ճիշտ է, որ դա կառուցվի։ Այլ հարց է, որ կլաստերներ այնտեղ կտանեն, ինչ կանեն, բայց դուք չեք պատկերացնի այդ հանքերը փոշին, որ քշում է ուղիղ դեպի Շենգավիթ, իսկ բազալտի փոշին ամենավտանգավորն է, թոքերի վրա նստված տալուց հետո, այսինքն թող կառուցվի, թող այդտեղ լինի կանաչապատ գոտի, թող Երևանը մաքրվի այդ փոշուց։ Ես ուզում ասեմ, որ ամեն ինչ ունի երկու երեսը, չէ՞, ամեն մի դրամ էլ որ նայում ես, ունի երկու երեսը, ամեն մի սուր ունի եւ այս կողմը եւ այն կողմը։ Այսինքն երբեք չկարի միանշանակ ասել, որ դա ված ծրագիր է։ Ես կարծում եմ, որ ընդհակառակը, եթե դա մենք կառուցենք եւ կանաչապատ գոտի դառնա, ինչպես որ ծրագրված է, ապա մենք ունենանք շատ ավելի հմայիչ։ Հիմա որ գնում եք այնտեղ, ես անկեղծ եմ ասում, կգաք տեսնեք, կարծես ինչ-որ մի խավոր վայր ես մտնում, այդ դրդռոցները, այդ ուրեմն այդ շվինի փոշին, այդ աղբը որ վերում թափում են, ինչքան էլ պայքարում են։ Ու այս վիճակը կվերանա Երևանի կողքը մենք Վահագնի թաղամասից էլ ավելի գեղեցիկ մի հատ թաղամաս կունենանք։ Ինչ վատ կլինի։ Այլ հարց է թե ինչ նպատակով օգտագործենք։ Բայց մի բան հստակ է, թող կառուցապատվի։
ոչ մեկ դեմ չի կառուցված։ Մաքրենք, բայց Այդ գործիքները ես ասեցի, վերին շերտը ունի մոտավորապես ճմահողը 15 սանտիմետր խորություն, երկրորդ շերտը ունի մինչև 25 սանտիմետր եւ դրա տակ էլ նստում է մոտավորապես ասենք 10 սանտիմետր, եթե դա գումարենք, բոլորը միասին արվում է 40-ից 50 սանտիմետր։ Դա շատ մեծ շերտ է։ Դուք մենք մոռանա, որ մենք գործ ունենք այստեղ ոչ թե հում աղյուսից ճարտարապետության հետ, որտեղ անընդհատ այդ շինանյութը կուտակել են, հարթեցրել են, բարձրացել, այդպես մինչև 10-15 մետր բարձրությամբ բլրակներ ստացել, սա քարե ճարտարապետություն է։ Այստեղ ոչինչ չի եղել։ Ամեն ինչ, եթե դա առաջացել է, այդ 40 սանտիմետրով, դա հիանալի բան է, որ պահպանվել է։ Գործիքներ կամ ասենք կենտարների ոսկորներ Մի կենտանու ոսկոր ունենք ընդամենը, որը մենք պես պահում ենք ռադիոածխածնային անալիզի համար, այո, այդ ոսկորները կարող են կիրառվել ռադիոածխածնի համար, որտեղ գործիքներ չկան։ Ինչից։ Ոսկրից գործիքներ։ Չէ։ Ոսկրե գործիքներ դեռ չենք հայտնաբերել, ինչ որ հայտնաբերել ենք, դուք տեսաք, դա հիմնականը վանակատներ, հիմնականը գերակշռողը, գերական վանակատի ինդուստրիան է։ Էլի հարցեր ունենք։ Բնակարանները, որ դուք տեսել եք Պորտասարի տաճարների կողքին եւ այդ կացարանների հիմքերը, որ բացվել են Սելիկյան թաղամասում, այդ դրանց մասին մի երկու նախադասությամբ Շատ լավ էլի հարց է, ինչի համար, որովհետև երբ մենք բարձրացնում ենք այդ ամբողջ ինտերնետը ողողված է Գյոբելի թեփե, բանով մենք Պորտասար ենք դա ասում, կամ Պորտաբլուր, այնտեղ մենք տեսնում ենք միայն այդ հոյակեր տաճարները, տեաձև սյուներով, հսկայական այդ սյուներով ոնց է մինչև 50 տոննա են կշռել, ամենամեծ սյունը Դեմուրգի ուրեմն պատկերով, մենակ դրանք են, եւ այդ սյուների վրա քանդակված ռելիեֆները, հարթաքանդակները, բարձրաքանդակները, ցայտաքանդակները։ Այո, դրանք ամենից տպավորիչներ։ Եվ ինձ համար զարմանալի է, երբ ես եղա այդտեղ ու տեսա, որ տաճարներից դուրս փոքրիկ խղճուկ հյուղակներ են, դարձյալ բոլոր ձև հատակագծով, որտեղ ապրել են այդ տաճարներ կառուցողները։ Հիմա մենք, եթե նայում ենք մեր այս ուրեմն կառուցվածքները եւ համեմատում ենք ուրեմն Պորտասարյան այդ կացարանների հետ, պետք է ասել, որ սա եվրոտներ են, որովհետեւ հսկայական մեծ բազալտ քարերից, այստեղ մանր խճաքարերից ձևավորել են այդ, թե ինչի չեն դրա մասին խոսում, ես չեմ կարողանում հասկանալ։ Բայց միջև որ ես չտեսա, չկարողացա համոզվել, որ դա անմիջապես հենց այն մարդկանց բնակվելու տեղն է, մի տեղ էլ նույնիսկ կավանոցը ջարդված թողել էին տեղում։ Ցուցադրության համար իհարկե, այսինքն դա խեցեգործական ժամանակաշրջանի կացարաններ են։ Մենք ունենք նախախեցեգործական ժամանակաշրջան։ Ամենահինն է պաստորը։ Դե ամեն դեպքում կարող ենք ասել, որ նախորդում է։ Եղավ, շնորհակալություն։ Հովանես Հովանեսյան նախ ներկայանամ։ Այո։ Հասկանալի է խոսք գնաց ներկաների հոգնած լինելու մասին, ես իհարկե չեմ Չարաշահի մարդկանց համբերությունը, գուցե փոքրինչ երկար հնչի հարցս, բայց անպայման հանգելու է կարճ պատասխանի, որ ինձ համար շատ կարևոր է։ Ձեր ամբողջ գործունեությունը, եթե դուք հետադարձ հայացքով նայում եք, ինչ եք հայտնաբերել, վեկտորը ուր է տանում, արդյոք որպես գիտնական չունեք այն կանխազգացումը, որ մեր այսօրվա պայմանական ասած Հայաստանում պետք է
հայտնաբերվի, անպայման կա, կարոտ է հայտնաբերման Պորտասարի վաղեմության մի կոթողային հնավայր, պահպանված նույնպիսի մակարդակով և նույն մակարդակի հետ կապված խոսող պորտավայրի հնավայրի հետ, իր իմաստով, շնորհակալություն։ Շատ լավ, կարճ պատասխանեմ։ Ես մի անգամից ուրեմն նորից երկրորդում եմ, որ թերևս այս բնակատեղին նախորդում է Պորտասարին, իսկ մինչև այս բնակատեղի հայտնաբերումը ոչ մեկը չէր էլ կարող ենթադրել, որ այդպիսի բնակատեղի կբացենք։ Իսկ ով կարող է հակառակ ապացուցել, որ մենք կարող ենք նոր հայտնագործություններ չանենք։ Մեր հողը հոգատար մորպես պահում է անցածը։ Մենք գուցե այդպես չենք կարողանում պահել, ինչպես հողն է պահում, բայց վաղը մյուս օրը գուցե շատ ավելի մեծ հայտնագործությունների մասին գան եւ իմ գործընկերները խոսեն։ Հարցեր չկա, ավարտը, հարց ունեք, մի հատ էլ հարց ունեք։ Շատ շնորհակալություն ելույթի համար, իմ հարցը շատ կաշքենջի, այդ շամպահը, որ ասեցիք, որ ավանդազրույցից էր, շամպահը։ Չլսեցի։ Շամպահը, որ ասում եք շունը հացը, մեր ժողովրդին հաց է տալիս, որ ավանդազրույցից էր։ Դուք բացեք Արամ Խանալալյան ավանդապատումը եւ այնտեղ կտեսնեք դրա մասին բավական հանգամանալից տեքստ։ Ավանդապատում։ Կհիշեք։ Հա։ Արամ Խանալալյան։ Լավ, շնորհակալություն։